Ախպեր ասացիդ այդ լիարժեք համամիտ են, որ ամենալավ հարթությունը ստուգելու համար ջուրնա շլանգի մեջ։ Բայց այս լազերների դեպքում մի հատ շատ պրակտիկ հեշտ տարբերակ կա լազերը ինքը իրանով ստուգելու համար։ Այս Bosch-ը մի քանի օր առաջ ձեռներիցս ընկել է, օրիգինալ Bosch է, բայց այս վնասված է։ Այս Viperis-ի Bosch-ը։ Այսի Viperis-ի Bosch-ը է, Bosch-ի պրինցիպ։ Հիմա այստեղ գծերը գծել ենք լույսը, բայց համեմատը շատ բարակ գիծ է գցում, նես չի որ այդքան վատ որակի Bosch-ը է, էլի։ Նույնը ստեղ էլ ենք գծել։ Ընդեղ էլ է գծած, հիմա լազերը որ տեղաշարժենք, օրինակ բերենք ստեղ դնենք, հիմա եթե 3 տեղերով էլի նույն բանը ցույց տվեց, ուրեմն ճիշտ է աշխատում, ամենապրակտիկ լազերը ստուգելու տարբերակը էս է։ Այս այն Bosch-ը կփորձարկենք տարբերությունը կերևա։ Այս Bosch-ը Viperis-ի լազերից ահագին թանկ է, մի էսի կփորձարկենք, էսի մի 4-5 տարի է օգտագործում ենք արդեն։ Բայց այս խնդիր ունի։ Այստեղ արդեն գծի վրա է, այստեղ աննշան գծից վերև կանգնավ, մոտ 2 մմ, նույնը ստեղ ավեր է։ Եթե ես հատվածներներ նշենք, արդեն ահագին տարբերություն կտա։ Ինքսնիկյան պարզ է դառնում, որ էսի արդեն թոշակի է գնացել։ Այսքանը։ Մի թերթի կարևոր բան եմ ցույց տալի, այսօր ամսի 3-ն է, այս մեր նոր պրոյեկտում սկսեցինք աշխատանքները ու սկսել ենք հիմնականը արդեն գիպսոնիտի սվաղից, ճիշտ է, վաղնիկ զուգարանը արդեն սվաղ էլ վերջացրել ենք, այստեղ սաղ պատերը նորից զրոյականից սկսում ենք սվաղել։ Այս սենյակու աշխատանքները, սենյակը բերել ենք 90 աստիճան, այս հատվածում կահույքներ ունենք, ընդհանուր սենյակը բերել ենք 90 աստիճան։ Միայն այս լուսամուտի պատը չենք կարեցի 90 աստիճան ստանանք, որովհետև սրա հետ չի խոսում, 90 աստիճան բերելու դեպքում հատկոցները մեծ ու փոքր է լինում։ Ու ստեղ գիպսոնիտի հետ կապված այս փարդախով գիպսոնիտի վրա ցանկալի է կամ պարտադիր է այս դեպքում կամ բետոնականտակ քսել կամ սենց ցարապկեք անել։ Այսքանը ժողովուրդ ջան, բաժանորդագրվեք էջին, լայքեք,